Sերը մեծ է շատ, անսահման է ու անհուն Աստծո սերը մեծ հրաշք է, օգնում է մնանք կանգուն Աստծո սերը մեծ է շատ, անսահման է ու անհուն Աստծո սերը մեծ հրաշք է, օգնում է մնանք կանգուն Աստծո սերը, մեր օգին է ջերմացնում Աստծո սերը, ավիտյան կանք է շնորհում Աստծո սերը, մեր օգին է ջերմացնում Աստծո սերը, ավիտյան կանք է շնորհում Աստծո հրաշքսիրուցած, չկա ուրիշ ոչ մի սեր Թե չլիներ Աստծո սերը, Իսուս չէր իջնի խաչվեր Աստծո հրաշքսիրուցած, չկա ուրիշ ոչ մի սեր Թե չլիներ Աստծո սերը, Իսուս չէր իջնի խաչվեր Աստծո սերը, այդքին է ջերմացնում Աստծո սերը, ավիտյան կանք է շնորհում Աստծո սերը, մեր օգին է ջերմացնում Աստծո սերը, ավիտյան կանք է շնորհում Աստծո սերը, մեր օգին է ջերմացնում Աստծո սերը, ավիտյան կանք է շնորհում Հալելույա, Փառք Տիրոջիր, անսահման սիրո համար Կպաշտեմ ամբողջ իմ սրտով Փառք կտամ քեզ ամբողջ զորությամբ քեզ կփնտրեմ ամբողջ իմ կյանքում հետևեմ Ամեն ճամփաներում, քո ճամփաներում Քեզ կտամ Տեր ամբողջ փառքը Ով սրտով Տեր քեզ կօրհնեմ Տեր գիտեմ, որ արժանի ես Միայն դու ողջ փառքը ընդունես Քեզ կտամ Տեր ամբողջ փառքը Ով սրտով Աչքերս քո գահին Քեզ վստահ եմ Քեզի ամբողջովին Քեզ ամբողջովին Քեզ կտամ Տեր ամբողջ փառքը Ով սրտով Տեր քեզ կօրհնեմ Տեր գիտեմ, որ արժանի ես Միայն դու ողջ փառքը
արժանի է, որ տանք ամբողջ փառքը նրան։ Հալելույա։ Թողեք միասին այս կրկներքով ասենք, որքան ծարավ են քեզով Տեր։ Որքան ծարավ եմ ես քեզ, ինչ անուշ է դեմքը ասենք որքան ծարավ եմ քեզ, քան ծարավ եմ ես քեզ, ինչ անուշ է դեմքը քեզ, աղաչում եմ քեզ բրգիչ, առաջնորդիր ինձ Iisus ինձ մոտարի, միշտ իմ առջևից քայլի, արձևի տակ ամեն ժամ, իմ լավագույն բարեկամ, որքան ծարավ եմ ես քեզ,
ձեռքեր ստեպի վեր շնորհակալեմ իմ հայր իմ սեր ապակում եմ ներկայության Հիսուս թող պարգևդ իջնի ինձ վրա Հրաշալի և որքան որում դու հիանալի
բարձրացրեք ձայները Դուչյունով, հավատքով ասենք մեր երկերով Որ Իսուս Տերն է մեր ամենքին Ով սուրբեր բարձրացրեք ձայները Հոգով և ճշմարտությունով Հավատքով ասենք մեր երկերով Որ Իսուս Տերն է մեր ամենքին Ով է ձեզ սիրել հավիտենապես Ով է ձեզ փրկել շատ մեծ կորստից Ով է ձեզ մեղքից մանից ազատել Ով է ձեզ համար հանգիստ պատրաստել Ով սուրբեր բարձրացրեք ձայները Ճշմարտությունով հավատքով ասենք մեր երկերով Որ Իսուս Տերն է մեր ամենքին Ով սուրբեր բարձրացրեք ձայները Հոգով և ճշմարտությունով Հավատքով ասենք մեր երկերով Որ Իսուս Տերն է մեր ամենքին Ով սուրբեր բարձրացրեք ձայները Հոգով և ճշմարտությունով Հավատքով ասենք մեր երկերով Որ Իսուս Տերն է մեր ամենքին Ով սուրբեր բարձրացրեք ձայները Հոգով և ճշմարտությունով Հավատքով ասենք մեր երկերով Որ Իսուս Տերն է մեր ամենքին Բայց գալով այսօրվա համար Տերոջ խոսքից մի մաս որ պետք է ձեզ համար բերեմ ճանաչված առակ է կորած որդու առակը սիրելիներ գցեն որ տեսնենք գիտեք Տեր Հիսուսը տարբեր հեքիաթներով առակներով կարևորագույն հոգևոր խորհուրդներ նկարագրում էր ես այս թեման քանի ժամանակները տարբեր առակներ եմ մեկնաբանը Հիսուսի խոսքից Տերոջ խոսքից որ ամեն մի առակ, որ ասում էր Տերը, տարբեր խնդիրները տեղն բովանդակում էր։ Եվ այսօր այս անառակ, որդու առակը կարելի է շատ անգամներ լսացել եք, շատ բաներ իր մասին լսացել եք, որոշներ կարելի է իր մասին քարոզ եք լսացել, բայց այսօր հատուկ մի ուղղությամբ, որ խոսեմ այդ մասամբ, մեկ կրոնական ապրելաձևը ինչ ապրելաձև է, երկրորդ արդյոք Աստված կրոնական մոտեցում ընդունում է եւ երրորդ ճշմարիտ ճիշտ հարաբերություն Աստծո հետ, որը նա որ Աստծոն հաճելի է։ Արդյոք եկեղեցական տեսակատարությունները Աստծո մոտ թանկարժեք են, Աստված գնահատում է եւ մենք ինչպեսի կարող ենք Աստծո հետ ճիշտ հարաբերություն ունենալ։ Այդ ամեն խնդիրները կարող եք մեկ այս առակի մեկնաբանության ներս տեսնենք։ Բայց նախ որ անցնեմ այս առակին դրանից առաջ ինչ էր խոսացիմ հարսանյաց հանդեսի մասին, որ Տեր Հիսուս մի առակ ասավ։ Այդ առակի ներսը Տեր Հիսուսն ասում է, որ ամեն ժողովուրդը մատ հարսանյաց հանդեսին կանչվել։ Գեղեցիկ է, որ մենք Աստծո խոսքը եւ հատկապես տարբեր առակների ներսը միշտ Աստծո արքայությունը նմանվել է մի հանդեսի, մի ուրախ հավաքույթի։ Հարսանյաց հանդեսը կա, 10 կույսերի պատմությունը կա, եւ հատկապես այնպես առաքիներս էլ կտեսնենք, որ վերջը կորած որդին գալիս է մատ հանդես կանդե։ Այսինքն Աստծո արքայություն, ուրախություն, ցնծություն եւ խաղաղություն է։ Հալելույա։ Աստված մեզ ուրախության համար է կանչում։ Եվ ուրախության պատկամ կա եւ դրա համար ավետիքը ուրախ լուր է մարդկանց համար։ Ով որ ավետարանը լսում է, մի կոչումի, մի ուղղության է գալի, որ Աստծո ներկայությանը ցնծությունով եւ ուրախությունով պետք է նրան դիմավորե։ Եվ այդ ձևով տեսնում ենք, որ առակները այդպեսի ուրախության մասին են խոսում եւ Տեր Հիսուսը հարսանյաց հանդեսի առակը խոսեց, որ թագավոր մարդկանց կոչ տվավ։ Այդ կոչը ամբողջ մարդկանց մի կացության էր բերում, որ արդյոք այդ կոչին պատասխան կտան, կընդունեն կամ չեն ընդունի։ Այսինքն այդ կոչը, որ Տերը տալիս էր մարդկանց չալենջի էր քաշում, ընդունեն կամ մերժեն։
Եվ դրա համար այդ արքայության պատկամը դերևս քարոզվում է։ Այդ արքայության խոսքը, այդ հրավերը դերևս քարոզվում է եւ մարդիկ այդտեղում այս չալենջին երսրեն, որ ընդունեն, հնազանդեն, երթան այդ արսանյաց հանդեսը կամ այդ թակավորին մերժեն, անարգեն եւ զբաղվեն իրաց կյանքով ու խնդիրներով։ Եվ այդ որ ավետարանի խոսքը բաժանում է մարդկանց երկու մասի։ Հնազանդող, ընդունող այդ պատվերը, հրավերը, մերժող ու անտարբեր լինող ու հակառակող։ Եվ ինչպես այդ առաքիներսը կա, ոմանք այդ հրավերը մերժան, անտարբեր եղան։ Ոմանք պատճառաբանեցին, ժամ չունեմ, գործ ունեմ, հանդես պետք է գնամ, չեմ անում, ընտանեկան խնդիրներ ունեմ, ամուսնացած եմ, զբաղմունքներ ունեմ, նրանք պատասխանը չտալով մերժան այդ հրավերը։ Բայց ոմանք ընդունեցին եւ դրա կողքին այդ պատկամը ամբողջ աշխարհում քարոզվեց, մարդիկ կոչ ստացան եւ խոսեցին, որ ինչ այդ հարսանյաց հանդեսը դադար մնաց։ Այդպես եղավ։ Հարսանյաց հանդեսը լեցվեց, հալելույա։ Թեև գնացողները քիչ են, բայց դերևս այդ հարսանյաց հանդեսը գլեցվե, հալելույա։ Եվ այդ ուրախ լուրը, որ Տերոջ ծրագիրը, Տերոջ փլանը հաղթության կհասնե։ Այն որ Աստված ծրագրել է, այդ ծրագիրը կկատարվի։ Դա օշություն է, դա երջանկություն է, դա ուրախություն է եւ դա հաղթություն է։ Եվ Իշում եք, որ խոսեցինք, որ թագավորը եկավ մատ հանդիսականներին տեսնելու մի ու տեսավ, որ դա հարսանյաց հարմար հանդես չկար։ Կարելի է դուք մատ հարսանի գնաք, անվայել հագույցով գնաք, կեղտոտ շորերով գնաք, հոմլեսների նման մատ այդպեսի հագույցով գնաք այդ հարսանյաց հանդեսը։ Ընդունելի չէ։ Ուրեմն ասում է թագավոր եկավ մեկին տեսավ, որ այդպեսի անհարմար հագույց ուներ եւ ասավ սիրելիս եկես ինչպես ես եկել, որ հարմար հագույց չունես։ Եվ այդ անձնավորություն հանգարցակի անդրադարձավ, որ մեծ դժվարության է հանդիպում։ Ավետարանը քարոզվում է, շատերը լսում են, ապաշխարում են, փոխվում են, բայց այդ մեջտեղը, որ շատերը փոխվում են, ոմանք ուրիշներին երեսային մոտեցումով չեն փոխվում, նույնը որ կան։ Երեկ ու այսօր հավիտյան նույնն են, չեն փոխվում։ Տեր Հիսուսը երեկ այսօր հավիտյան նույնն է։ Նա սուրբ է, օրհնյալ է, արդար է եւ անփոփոխ։ Եվ երբեմն մարդիկ էլ գալիս են աս մեղքերով չեն փոխվում։ Եվ այդ տազավորությունը այդտեղում եկեղեցում էր, ժողովրդի ներսներ, հավատացյալների խումբի ներսներ, կամ երբեմն քրիստոնական մթնոլորտի ներսը, մշակույթի ներսը, Իրանը նրանց նման էր տեսնում։ Բայց մի օր պայմանները ստույգվելով բակաս գտնվեց։ Անդրադարձավ, որ թագավորը իրան չի ընդունում, որտեղ ներքնապես նա չէր փոխվի։ Կամ այդ արդարության զգեստը չեր ակե, կամ այդ հարսանյաց հանդեսի հարմար զգեստը չուներ, որ արդարություն էր, եւ իր համար շատ ցավալի էր։ Իրան բռնեք, կողպեք եւ գցեք մի տեղ, որ ատամների կճտել կելնի։ Այսինքն դատաստան կար այդ ազնվորության համար։ Բայց այդ ժամանակ անդրադարձավ շատ ուշեր։ Երբեք չէր մտածում, որ մի օր կգա, որ այդտեղում ուսումնասիրվի, կարելի է մերժվի։ Եվ այդ զգուշությունները, որ Աստծո խոսքը տալիս է ու մենք քարոզում ենք, այդ զգուշությունները պատճառ է, որ արսանյաց հանդեսը լեցվի։ Այսինքն շատերը զգաստանան, զգուշանան, իրանք նվիրվելով Տերոջը փոխվեն եւ հարմար զգեստով այդ արսանյաց հանդեսը գան, որ այդ արսանյաց հանդեսը պետք է լեցվի։ Եվ Տերոջ փառք, որ մենք մի օր այդտեղ գացնենք եւ տեսնենք Տերոջ ներկայությունն ու փառքն ու հրաշալի օշնությունները։ Okay, թող այսօրվա առակը նայենք եւ ասամ կարեւորագույն նյութ որ ձեզ հետ խոսեմ, այս կելնի որ մեր կապը ճիշտ հարաբերություն Աստծո հետ, ինչ հարաբերություն է, որ Աստծոն հաճեցնում է։ Այսինքն Տերոջ խոսքից մենք այդ կարող ենք տեսնել։ Ուրեմն կարող ենք անցնենք այդ առակը նայելու Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 11-ից 11 համարից 32 համարը երկար առակ է, բավականին պետք է լսեք, բայց լավ է ամեն կետերը կնայենք ու հոգևոր քաղումներ կունենանք։ Ասում է Տեր Հիսուսը ասեց
մի մարդ երկու որդի ուներ եւ նրանցից փոքրը ասեց հորը հայր տուր ինձ ինչ որ բաժին կասնե ինձ ստացվածքից հետ եւ նա ապրանքը բաժանեց նրանց եւ շատ օր չանցած փոքր որդին ամեն բաները ժողովեց հերու երկիր գնաց եւ այնտեղ իր ստացվածքը վատնեց անառակ ապրելով Եվ երբ որ բոլորը հացրեց, սաստիկ սով եղավ այն երկրումը եւ ինքը սկսեց չքավորել։ Եվ գնաց այն երկրի քաղաքակիցների մեկի մոտ մտավ եւ նա նրան ուղարկեց իր հանդը, որ խոզ արածեցնե։ Եվ նա ցանկանում էր իր փորը լցնել այն եղջյուրներով, որ խոզերը ուտում էին, բայց ոչ ոք չէր տալիս նրան։ Խոզերը չին տոնում տանցից բաժին ասնեն իրար։ Եվ ինքը իրեն գալով ասեց Քանի վարսկաններ ունի իմ հայրը հացով լեցված եւ ես այստեղ սովամահ կորչում եմ վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ հայր մեղանչեցի երկինքի դեմ եւ քո առաջին եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու իսկ քո վարսկանների մեկի պես արա եւ վեր կացավ եկավ իր հոր մոտ եւ դեռ որ նա հեռու էր հայրը տեսավ նրան եւ գութը շարժեց Եվ վազեց նրա վզովը ընկավ և համբյուրեց նրան և որդին ասեց նրան հայր, մեղանչեցի երկինքի դեմ և քո առաջին, և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Հայրն էլ ասեց իր ծառաներին առաջի պատմուճան հագցրեք և հանեցեք և հագցրեք նրան և մատանի դրեք նրա ձեռքին և կոշիկներ նրա ոտներին։ Եվ մսացու ես բերեք մորթեցեք և ուտենք ուրախ լինենք, որ այս իմ որդին մեռած էր և կենդանացավ և կորած էր և գտնվեցավ։ Եվ սկսեցի զվարճանալ։ Եվ նրա մեծ որդին հանդումն էր և երբ որ նկատեք, մեծ որդին որտեղ էր հանդումն էր, գործով զբաղված էր, իր հոր ծառայությունով զբաղված էր։ Եվ երբ որ եկավ տանը մոտեցավ, երգերի և պարգալու ձայն լսեց և ծառաներից մեկին կանչեց իրեն մոտ, հարցնում էր, թե այդ ինչ է։ Նա էլ ասեց նրան, թե եղբայրդ եկել է և քո հայրը մսացու ես մորթեց, որովհետև ողջ և առողջ ընդունեց նրան։ Եվ նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եկավ աղաչում էր նրան։ Նա էլ պատասխանեց և ասեց հորը, ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ և քո պատվիրանքներից երբեք դուրս չեմ եկել, նկատեք ինչ ասում, այսքան ժամանակա ծառայում եմ, քո պատվիրանքներից դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուլ չտվիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինել։ Իսկ երբ որ այդ քո որդին եկավ, որ քո ստացված կպորնիկների հետ կերավ մսացու ես մորթեցիր դրա համար, նա էլ ասեց նրան Որդյակ, դու ամեն ժամանակ ինձ հետ ես և ամեն ինչ, որ իմս է, քոնն է, բայց ուրախ լինել և խնդալ պետք է, որ այս քո եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեցավ։ Ուրեմն այս առակը Տեր Հիսուսը խոսեց, այն ժամանակ էր այս առակն ասում, որ շատ կրոնական պետերը և հրեաների առաջնորդները Հիսուսի հետ հակառակում էին և նրա հետ վիճում էին։ Ասում էին դու մեղավորների ընկեր ես և մեղավորների հետ նիստուկած ես անում և այդպեսով Հիսուսին արձագանքում էին։ Եվ Տեր Հիսուսը գիտակցաբար այս առակն խոսեց որոշ խնդիրներ նկարագրելու, որ լավ հասկանալի և ըմբռնելի է լինի։ Ուրեմն Տեր Հիսուսը ասում է, որ մի հայր կար, երկու հատ որդի ուներ, փոքր որդին եկավ ասավ հայր Իմ ժառանգությունը տուր, ինչպես որ ուզում եմ ապրեմ։ Նկատեք, որ դերևս հայրը սաղ է, որդին իր ժառանգությունն է ուզում։ Եվ ասում է, այդ հայրը իր բաժինը տվավ, իսկ մի ժամանակից հետո վերցրավ գնաց օտարության ներսը, անառակությունով ապրելով ամեն ինչը փչացրավ մեջտեղից տարավ։ Եվ ընդդեմ որ սով էր եկել եւ ինքը ամբողջ բացասական կացություններ էր տիրապետում, իրան ուղարկեցին մետեղ գնա խոզ արածացնելու եւ այդ փշրանքները, որ միախառն էր հացի փշրանքներով ու տարբեր խնդիրներով որ խոզերին տալի, ասում էր դրանցով էլ աշխատում էր մի փոքր ուտեր, այդ էլ խոզերից բաժին չէր ասում իրան։
Եւ այդ խորը ճնշումների ներսը հանգարցակի մտածավ, որ իմ հայրը մեծահարուստ մարդ է, եթե իրա մոտ կասեմ թե հայր, ես արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ իմ այդ քո ծառաների նման ընդունի։ Եվ եթե իրա մոտ այդպեսով իրան կներկայանա։ Ուրեմն այդ մտածելակերպով հետ եկավ եւ ասում հայրը որ նրան տեսավ, հերվից իր գուտ շարժվեց, վազեց նրան դիմավորելու։ Նրան գրկեց եւ տղան ասավ հայր մեղանչեցի քո դիմաց եւ ճիշտ հիմա ապաշխարելով հետ եմ եկեք քեզ եւ ուզում էր շարունակեր որ թույլ տուր որպեսի մա ծառա քեզ համարել եմ հայրը խոսքը կտրավ ուրեմն իր ծառաներին հրաման տվավ որ սրազգեստեր փոխեցին մատանի դրան իր մոտը մատը եւ կոշիկներ հագցրին սրան եւ մսացու ես մորթան ուրախություն եւ զվարճություն սկսա Մեծ տղան, որ հանդում գործում էր հոր համար, երբ որ հետ եկավ ծառաներից հարցրավ, որ ինչ է խնջույքի պատճառը, ասան, որ հա, փոքր եղբայրդ հետ է եկել, այրդ ուրախություն ա բռնե եւ այդ ձևով սկսավ դժգոհելը, ջղայնանալը, ասավ այդ անպետք է ամեն ինչը վատներ ա մեր պատիվն տարերա, իմ հայրն իր համար ուրախություն ա բռնե եւ ասում հայրը հանդեսից դուրս եկավ, խնդրում է դրան, որ դու էլ եկ Եվ այդ վիճաբանության ներսը, թե հոր հետ խոսում էր, որ այս սխալ արի ամեն անարակությունով ամեն ինչ վատներ է, հիմա դու էլ իր համար խնջույք ես բռնե եւ փոքր որդուն էլ մեղադրանքով նրա մասին խոսում էր եւ վերջապես հայրը ավելի շեշտելով, որ ասավ տես, այս սավակս կորցվել էր, ճարվել է, մեռած էր, սաղացել է եւ հիմա պետք է մենք ուրախություն բռնենք Այս առակն է, բայց մեկնաբանությունը մեզ համար լավ դասեր ունի քաղելու։ Առաջնահերթ տեսեք 3 հատ այդտեղ քարակտեր կա, 3 հատ անձնավորություն կա։ Հայրը նմուշ է Աստծուն, որդին, փոքր որդին նմուշ է մեղավոր մարդկանց, որ հանդեպ Աստծուն եւ հանդեպ կրոնին անտարբեր է, անփույթ է։ Երրորդը մեծ տղան նմուշ է կրոնական մեկին, որ ինչ է աշխատում է Աստծո օրենքները պահելով նրան հնազանդի, նրա համար գործի, նրան ծառայի եւ այդ ձևով նրա հոգեբանությունն է նկարագրվում։ Ստե տեսնում ենք, որ այդ փոքր որդին առաջնահերթ մատ նայենք թե փոքր որդու քարակտերը, թե հոր քարակտերը ինչպես է։ Փոքր որդին եկավ հոր մոտ, ամբողջ անտարբերությունով ասավ՝ հայր իմ բաժինը տուր, պապետ չի մեռի, ժառանգությունն է զումով է քեզ ժառանգություն տալի։ Եթե մենք ելնենք այդ ժամանակ ինչ կանենք, ասենք ժառանգություն ես ուզում, այդպեսի քեֆը գարցնենք։ Ինչ արավ, այդ մարդը շատ ազնիվ հայր է, շատ ազնիվ մարդ էր, ասում իր բաժինը տվավ եւ այդ վերցրավ գնաց օտարության ներսը։ Նկատեք հոր քարակտերն է տեղա որ նմուշ է հայր Աստծո անձնականությունը քարակտերը, որ առաջնահերթ ազատության Աստված է, ազատ է թողնում։ Դու ազատ ես ընտրես, հոր մոտ մնաս, ազատ ես թողնես գնաս, ազատ ես ընտրես այդ հարսանյաց հանդեսի հրաբերը, ազատ ես մերժես, ամբողջապես ազատ ես։ Եվ այդ աստվածային բնությունը, ազատությունը Աստծո բնությունից է աղբյուր առնում։ Եվ Աստված ինքը ազատության Աստված է։ Երկրորդը, երբ որ այդ տղան երթում էր, հոր սիրտը այրվում էր։ Տեսներ ես տղան հիմար երեխա է, խելքը չի կտրում, բայց կամակորությունով, հպարտությունով ուզում է թե իր ցանկացած կյանքն ապրի։ Եվ այդտեղում տեսնում ենք, որ հայրը այդ դժվար էր իր համար, որդուն ձեռից տալը սիրտը ցավում էր։ Ինչքան որդին անգութ ու անտարբեր էր, եկավ հպարտությունով ասավ հայր իմ բաժինը տուր, ճիշտ կարծես դու ելես չելեր, դա մարդ կարևոր չի, իմ տեսակետով դու մեռած ես, իմ բաժինը տուր, այսինքն այն մշակույթիներս, երբ որ ժառանգ էր ուզում, ասում էր որ հայր դու ելած չելածը դա մարդ կարևոր չի, քո փողդ եմ ուզում։ Եվ այդպեսի ճիշտ կոշտուկոպիտ ու անարակ վարքով ասում է հայրը իրան չի հակառակում, չի հանդիմանում, չի խիստ վարվում չի արգելում իրան, ազատ է թողնում։ Եվ երբ որ գնում էր, դերևս հոր սիրտը ցավում էր։ Սպասում էր, որ այս տղան կերչա, գլուխը քարիկը կպրիկ վերադառնա եւ համբերությունով սպասում էր, որ մի օր պետք է հետ գա։ Եթե ժամանակ որ հորից հեռանում էր, հայրը գիտեր, որ այս կյանքի պայմանների ներսը, երբ որ դժվարությունների հանդիպե, նոր կիմանա իր հոր արժեքը։
Եվ այդպեսով այդ հայրը ազատության հայր, սիրով նմուշ, համբերության հայր, մեկը որ նեղությունները, դժվարությունները համբերում է, թույլ է տալիս զավակը գնա։ Այդ զավակը արփած իր երիտասարդությունից, այդ պայմաններից, վիճակից ոչ հորն էր տեսնում, ոչ հոր պատիվն էր տեսնում, ոչ որևէ բանի արժեքավորում, գնաց օտարության ներսը ամեն ինչը վատնեց։ Եվ ասում է, որ մետեղ եկավ, որ արդեն ոչինչ չկար, սովել եկավ։ Տեսեք, մարդիկ թողնում են Աստծուն այդպես հեռության ներսը, երբեմն դժվարությունները, ճնշումները պատճառ են, որ նրանք հոգևորապես սովի հանդիպեն։ Մենք շատ ժամանակ հանգստության ժամանակ չենք ապաշխարում։ Մեզանից դե ասեք ինչ վիճակների ենք ապաշխարել, այն չէ որ ամեն ինչ մեզ համար փափուկ այլի մեր սրտով այլի, կյանքի հաջողությունների ներս ասենք, օ հիմա այդա կաստու հետևից։ Ոչ։ Մարդ քանի որ հաջող ու լավ է, առողջ է, ուրախ է, Աստծուն բոլորին չի հիշում։ Այդ մարդի բնույթն է։ Բայց երբ որ ինքնա դժվարությունների, նեղությունների ներսը, բա Աստված ուր ես, բա ինչ ես անում, բա պատասխան չես տալի։ Մեկը չկասի, բա միջեմա որ դեիր, որ հիմա դժվարության ներս ես Աստծուն ես կանչում։ Մարդը այդպես է, որ նեղությունների ներսն անգնում, դառնում է դեպի Աստծո։ Եվ Աստված էլ ինքան գթած ու ողորմած է, որ երեսի չի բերում։ Որ ասի, օքեյ, միջև հիմա որ վիճակ լավ էր, ինձ չի հիշում, որ նեղության ներս հիշում ես, գնա բանի դետևից, ես չկա։ Այդպես չէ։ Աստված գթությունով, ողորմությունով ընդունում է։ Եվ այդ դժվարությունները միջոց է դարձրում, որ մենք դառնանք իրեն եւ իրեն ճաշակենք։ Ես ինքս անձնապես խորը դժվարությունների ներս ընկած, դժվարությունից այդպես մեծ դժվարություն չէր, բայց պատանի տարիքում 12-3 տարեկան տարիքում այդ դժվարությունս այնքան մեծ էր, որ ինձ խավարին էր սրին տեսնում։ Բայց ընդ Տերոջը ամբողջ սրտով որոնեցի եւ գտա։ Երբ որ գտա, ճիշտ մի հատ գանձ իմ գտա, որ ոչ չի դիսին չի փոխեի։ Իմ համար Տերն ամեն ինչ էր, նա թանկարժեք գանձի նման էր, կարժեր ամեն ինչ թողած իրան հետևել։ Եվ վստահ եմ ամեն մեկիս համար, որ Տերոջը ճաշակերեք այդպեսի է, մի պայմանների ներսը Տերոջը գտնում ենք։ Եվ այդ Աստծո ողորմությունն է։ Այս փոքր տղան, երբ որ սով եկավ, երբ որ նեղություններ եկավ, ասում է իրան եկավ, անդրադարձավ իր վիճակին։ Ճշմարտությունը սա է, որ մենք ամեն մեկս պետք է մի օր անդրադառնանք մեր կացությանը, որ մենք Աստծո հանդեպ ինչ կացություն ունենք, մեր վերաբերմունքն ինչպես է, Աստծո ծրագիրն ինչ է, ես ինչ եմ անում, որտեղ եմ գնում։ Եվ այս տղան այդ վիճակին էր, իրան եկավ, անդրադարձավ իր բացասական վիճակը եւ ասավ, ես այստեղ սովամահ եմ ելնում, իմ հորտունը առատություն կա, իր ծառաները ճոխություն, առատություն են վայելում, բայց ես ստում սովամահ եմ ելնում, կեթամ իմ հոր մոտ, տեսեք ինչեր ասա, կասեմ հայր մեղանչեցի հանդեպ երկնքին ու հանդեպ քեզ մեկ, այլևս արժանի չեմ քո որդին ելնեմ, որտեղ ես իմ ժառանգն արել եմ եւ քեզ այդ հաշիվս փակել եմ, ես էլ քո որդիդ չեմ։ Երրորդը ինձ ընդունի որպեսի մատ ծառաներ, այսինքն ինչ էր մտածում, ես կետամ իմ հոր մոտ, մատ ծառայի նման կելնեմ, ես կծառայեմ, կգործեմ, ինքն իմ գործի համաձայն ինձի վարձ կտա։ Այսպեսի մտածելով ասում դարձավ դեպի հայրը։ Հայրը հերվից որ տեսավ, ինչ արավ։ Ինչ արավ։ Ամեն վազեց, գրկեց, համբյուրեց։ Ես ու դու ելնենք ինչ կանենք։ Անկեղծ ասենք։ Մեր կոտը կապտակենք, հա։ Կասենք գալա սպասի, գնա, ես ինչ վանամ, են ամբարին են, ես ինչ վանամ, ամե երկու երեք ամիս ընդեղ մնա մարդելն ես, ինչ? Փողերն ինչ արա, փողերը բեր, աշիպները բեր, հայրը տրանք ոչ ոք չեր իշուն, այդ հոր բնությունը զարմանալի է, այդ աստվածային բնությունն է, մենք ելենք երբեք այդպեսի չենք վարվի, մենք այդպես կարող ենք ներենք, թողար կամակոր գնացիր փողը վատնեցիր ինձի խայտարակեցիր պատիվս ամեն տեղ գնաց սիրտս այրել ես տարիներ հերությունը ինձի ճնշելա տանջելա հիմա իր հետ ես եկի այս աշխարհի կացությունն է Աստծոց հեռացած ապստամբության ներսը բռնված եւ ամեն ինչը ձերից տվել է հոգեորապես փչացրել ամեն ինչը եւ
Աստված այդ հոր նման վազում է, գութը շարժվեց, վազում է, գրկում է, համբյուրում է։ Այդ իշքան հրաշալի հայր է, մեր նման չի, ոչ մեկից նման չի։ Շատ բացառիկ հայր, 1000-ից ու 10,000-ից մեկն այդպեսի վարվեն, չեմ կարծում մատ հայր այդպեսի, մատ հայրումայր այդպեսի մոտեցում ունենան, երբ որ տղան այդքան անարակ ու խիստ է եղել։ Այդ հոր սիրտը ով ունի, այդ հոր սիրտը հրաշալի է, այդ որ Աստծո սիրտը աննման է, նա սերով լեցուն է։ Եվ այդ որ ասում Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին զոհեց դրա համար։ Այսինքն Աստծո սերը այդքան հրաշալի ու մեծ է։ Հիմա տեսեք ինչ եղավ։ Որդին եկել է, ասում է հայր մեղանչեցի երկնքի եւ քո արջև։ Եվ արժան այլևս արժանի չեմ, որ քո որդին կոչվեմ։ Ուզում է շարունակե հայրը կապետալի։ Ծառաներին կանչում է, ասում է եկեք սրա զգեստը փոխեք, մատանի դրեք իր մատին եւ կոշիկներ հագցրեք նրան։ Այդ շորերին, արդարության շորեր է։ Մեղավորը գալիս է Տերոջ մոտ, Տերը արդարության զգեստ տալի հագնում է։ Այդ իր շորերը մեղավոր շորեր են, կեղտոտ շորեր են։ Դրանք այլևս չէ պետք է իր հակը լինի, շորերը փոխվում են, մատանի ինչի նմուշ է, մատանի որդեգրության նմուշ է։ Հիշում եք Հովսեփը, երբ որ Փարավոնի ներկայության իշխանության ասավ, ասում է Փարավոն իր մատային անավ տվավ Հովսեփին, այսինքն իշխանություն տվավ։ Հայրը մեղավորին գալիս է, ընդունում է իր մեղքերը ներում է, նրան գրկում է եւ իրան իշխանություն է տալի, որ Աստծո զավակներ լինեն։ Հովհաննես ավետարան առաջին գլուխ ասում է նա իրենների մոտ եկավ, իրենները չընդունեցին, բայց նրանք, որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց, որ Աստծո զավակներ դառնան։ Այդ Աստծո սերը, Աստծո գութը, Աստծո լավություն, Աստծո ողորմությունը այդ շնորհք է, իման մեկ շնորհք այսինքն է։ Շնորհք այսինքն որ մեղավոր մեկը, որ եկել է ինքն իմանում արժան չի։ Եվ դերևս իր մտածելակերպը չի կարողանում հորը հասկանալ։ Նկատեք, երկու զավակներն էլ խոսենք, որ եթե ժամ եղավ երկուսի մասին խոսալու միգուցե մյուս զավակի մասին գացող կիրակի խոսենք, որ մեկնաբանությունը լրանա։ Երկու զավակներն էլ կորած էին, մեկը թողավ գնաց օտարության ներսը, մեկը զբաղվելով իր խնդիրներով, երկուսն էլ հոր սրտից հեռու էին։ Բայց հայրն ով էր, հայրը գթած, բարի, ողորմած, սերով լեցուն։ Եվ այդ ձևով էս տղային ընդունում է եւ իրան որդեգրության մատանի է տալի։ Կոշիկները ինչ կոշիկներ էր։ Ասում են այն ժամանակ, որ Տեր Հիսուս այդ առակն ասում էր, ընդհանրապես ըստրույքները կոշիկ չունեին, քիչ ըստրույքներ, նրանք որ ծառայողներ էին, կոշիկ չունեին, ոտաբոբիկ էին։ Եվ երբ որ կոշիկ ունեին, հագուստ ունեին, ցույց էր տալի, որ էսիկ ճիշտ ընտանիքի զավակ է։ Այլևս ծառա ու ըստրույք չէ։ Եվ այդ ձևով Տեր Հիսուսը ամբողջապես նկարագրում է, որ հայրը սրան լրիվ իր առաջի որդեգրության պաշտոնը նվիրեց իրեն։ Եվ հատկապես խոսքը կտրեց տղային, տղայի խոսքն ինչ էր, փոքր տղան, ասավ, որ սրանից հետո ես որպեսզի քո մատ ծառաների նման կծառայեմ քեզ։ Այսինքն հայրը չէր ուզում, որ այս տղան գա իր ծառայի հետ կապ ունենա իր հետ, ինք իր որդին էր, չէր ուզում ծառայի նման ելնե։ Եվ դրա համար խոսքը գտրեց, այլևս մի շարունակի։ Այո, արժանի չես, ճիշտ է, իմ շնորհքս քեզ արժանացնում է, մեղավոր ես, ճիշտ է, ես այդ ամեն մեղքերի համար քավություն եմ պատրաստել, բայց այդ որ ուզում ես ինձ այդ շարունակես որպեսի ծառա եւ տեր, այդպեսի չի, այլևս լրի մի խոսե եւ այդտեղ կապ տվավ։ Եվ այն կողմից էլ ինչ ուրախությունը սկսեց։ Հանդես զվարճություն, ուրախություն։ Տեսեք, Տերոջ կոչը տենց որ ասամ ամբողջը ուրախության համար է։ Եվ մենք կանչված ենք, որ հոր հետ այդ գեղեցիկ հարաբերության ներսը լինելով իրեն այդ հավիտյան ապրել։ Գիտեք, Տերոջ կամքն ինչ է մեզ համար։ Մենք մի հատ կապ ունենք Աստծո հետ, որ այդ կապը առաջնայերթ մշտենջնավոր կապ է, հարատև է և հավիտենական կապ է։
դեզի մատ ուրախ լուր տամ, այդ որ հավատում եք ավելի վերհիշեցնեմ։ Երբ որ սադուկեցիները Հիսուսի հետ վիճում էին, որ ասում են հարություն չկա, Տեր Հիսուսը մատ բան խոսեց 5 տակարանից, ասավ որ 5 տակարանում Մովսեսն ասել է, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, ասավ որ ես եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը։ Եվ ասավ նա կենթանիների Աստվածը, մեռելների Աստված չի։ Այսինքն նրանք իր ներկայությանը սաղ են։ Այսինքն ես եմ ասում, որ մենք մեծ կապ Հիսուսի հետ սկսում ենք, մեր հոգիոր ապաշխարում է, այդ կապը հավիտենական է։ Մահն էլ մեզի այդ կապի չի խզում, չի ջոկում։ Այդ կապը հավիտյանս հավիտյանից է։ Այսինքն դու սկսել ես մեծ կյանք ապրել, որ կյանքը մինչև հավիտյան կշարունակվի։ Մահը մարմինը թողնում ես, բայց կապը չի խզվում։ Եվ դրա համար Տերոջ խոսքը ասում միշտ աղոթեք։ Տեր Հիսուսն ասավ, ես որդն եմ, դուք ճյուղերն եք, այդ կապը չի խզվում։ Հալելույա։ Եվ դա որ մեր ննջեցյալները պետք է տեսնեն, որ երկնքում Տերոջ ներկայությանը սաղ են, հալելույա։ Այս շատ կարևոր է։ Եվ մենք էլ այդպեսի կտեղափոխվենք, կկերպարանափոխվենք, թողնենք այս մարմինը, եւ մի օր էլ հավիտենական մարմինները մեզ կվերադառնա, բայց մենք Աստծո ներկայությանը շարունակում ենք մինչև հավիտյան, հալելույա։ Եվ Տերն այդ կապի հետևից է, կրոնական կապ չի ուզում, մի հատ ասած Տերոջ եւ ծառայի կապ չի ուզում։ Հիմա մատ տեսեք, տագետ է սրանով էսպեսի այս առակը ավարտեմ, որ ասում է, որ մեզ տղան ինչ էր, մեզ տղան հանդումը զբաղված էր, այսինքն գործով զբաղված էր, ծառայությունով զբաղված էր, իր հոր կամքը կատարելով զբաղված էր։ Երբ որ հետ եկավ, լսած որ ինչա, որ տոնում ուրախություն է բռնված։ Եթե այդ հոր տղաներ, պետք է հոր նման էլ ներել, չէ՞։ Պետք է ուրախանար, եղբայրս մեռել էր, սաղացել է, կորած էր, ճարել է, ես էլ գալիս եմ, բայց այդպես չէր։ Բարկացավ։ Արագիրս ասում է, բարկացավ տղան։ Էս ինչ ես արել, այդ հիմար տղան, գնաց ամեն ինչը վատն է, իր մեկնաբանությունն էր վատ էր, այն ասում անարակությունով ապրեց, ես ավելի վատ տիտղոսով են մեղադրում։ Հետո հորն է պահանջում, որ դու ուրախություն ես բռնի, դու էլ սխալվում ես, սխալ մտածելակերպ ունես։ Այսինքն այդ կրոնական մոտեցումը, որ ուներ, երեմ ասում կրոնական, որ իր կապը իր հոր հետ ինչպես էր։ Ասում ես քեզ նազանդել եմ, միշտ քեզ համար գործել եմ, եւ մի անգամ էլ ինձ մատուլ էլ չես տվի ընկերներիս հետ ուրախանամ։ Այսինքն իր կապ ինչ էր, իր հոր հետ հայր ու զավակ չէին։ Ճիշտ այն Տեր էր, ինքը ծառայող էր։ Եվ այդ ձևով ճիշտ վախով էր այդ կապը պահում իր հոր հետ։ Եւ ասում է, որ ինչ ասել ես հնազանդել եմ եւ գործեր եմ, հիմա պետք է ինձ վարձ տաս։ Եվ այնք չի գործի, արժանի չի վարձ կառնելու։ Եվ այդ ձևով ամբողջապես իր խոսակցությունը հորը քննադատում էր եւ այն մյուս եղբորն էլ մեղադրում էր։ Եվ հատկապես իր ուրախությունն ինչ էր, փոքր տղան եկերում էր ուրախանում։ Փոքր տղան հերներ, ծառայողներ միասին ուրախանում էին, բայց ես ասում եմ, մատ ուր չտվեցրիվ ընկերներից հետ ուրախանամ, այսինքն իր ուրախությունը իր հորի ջոգ էր, իր հոր հետ չէր։ Գիտեք, մի ժամանակ կա, որ մեր կապը ազնվորությունների հետ շատ ասած, ինչպես ասամ, աֆիշալա, ինչ շատ պաշտոնական կապ է։ Դուք եթե այդպես մատ նախագահի անտիպեք, չգիտեմ բարև, լավ եք, գրկեք, մաչեք, նստեք քանի հատ կատակի խոսքեր ասեք ու ցտակ, այդպես չեք վարվում։ Շատ լուրջ նստում եք, լուրջ խոսում եք, խոսակցությունները ամբողջը լուրջ է։ Բայց ձեր ընկերների հետ ինչպես եք վարվում։ Տեսնում եք, բարևում եք, գրկում եք, նստում եք, հաճելի ժամ է։ Այսինքն փուշի ծայրի վրա չեք, որ երբ ժամը վերջանա երթամ, այդպեսի չի։ Ձեր ընկերների հետ ժամերը կանցեմ հեր, որտեղ այդ ընկերային կապը տարբեր է այն կապի հետ, որ մեծ ծառա իր տերոջ հետ ունի, արբաբի հետ ունի։ Եվ այս մեծ տղայի կապը իր հոր հետ ինչ էր այդպեսի էր, պաշտոնապես էր։ Դա կրոնական է, իրան հնազանդում են, կրոնական մարդիկ Աստծուն աշխատում են հնազանդել,
նրա ուզածները կատարել եւ իրաց արած գործով աշխատում են արժանանան նրա հարկանքին ու վարձատրությանը։ Եվ հայրը չէր սիրում։ Այդ հաճելի չէր։ Եվ դրա համար հետո իր հոգեբանությունը ինչ էր։ Հորը մեղադրում էր, ուրիշներին էլ մեղադրում էր։ Տեր Հիսուսը տարբեր առակներ խոսեց, այն փարիսեցի առակը։ Ասում եմ, փարիսեցի գնաց տաճարում աղոթելու, նայում էր երկինք, ասում էր Տեր, քեզ փառք եմ տալի, որ ես այսքան լավ եմ, 10-րդ եմ տալի, մեկին վատություն չեմ անում, ես մեղավոր մեկի նման էլ է, որ մեքանիա տիղոսները կպցրում նրան, սրա նման չեմ։ Եվ Տեր Հիսուսն ասում է, որ այն մեղավորը չէր համարձակում երկինք նայեր, խփում էր կուրսկին, ասում էր Տեր մեղավորիստների եւ ինձի ողորմություն արա։ Տերն ասավ, ես արդարացած գնաց, բայց ես մեղավոր մնաց։ Այդ հոգեբանությունն է, որ կրոնական հոգեբանությունը եւ Աստծուն հաճելի չի։ Գիտեք, կրոնը լավ է, երևույթապես մարդկանց բերում է Աստծո մոտ, բայց բավարար չի, դա չի օգնում, որ Աստծո հետ կապ ունենան։ Տեր Հիսուսը Մատթեոս ավետարան 21 համարում մատ ուրիշ առակ էլ նման ասավ մի հայր էր, երկու հատ տղա ուներ, փոքր տղային ասավ, տղաս կետաս հանդը կգործես, ասավ չէ մեթա, ասավ հետո փոշմանես գնաց, մեծ տղային ասավ, տղաս կետաս հանդը կգործես, մեծ տղան ասավ, կետամ այո կետամ հետո չգնաց։ Հիսուսն հարց է տալի, որը հոր կամքը կատարեցին, ասավ են փոքրը, որ ասավ չեմ էթա, բայց հետո փոշմանես գնաց։ Հիմա ասում մեղավորները սկզբում այնենց է ցույց տալ, որ չեն ուզում Աստծո թագավորությունը, չեն ուզում հնազանդեն, Աստծուն չեն ուզում, բայց հետո փոշմանում են, ապաշխարում են, էթում են։ Բայց այն որ ցույց է տալ, որ կրոնական է Աստծո հետևից է հնազանդում է, բայց ասում են չգնաց։ Եվ Տեր Հիսուսը ինչքան գեղեցիկ այդ առակներով ցույց տալի, որ կրոնական մոտեցումը ինչպես է։ Եվ այդ առակների ներսը էսա նկարագրում, որ կրոնական մոտեցումը Աստծուն հաճելի չի։ Հիմա եթե իմ ու քո հարաբերություն Աստծո հետ, այնց է որ նա Տերը եւ մենք ստրուկներ ենք, եթե այդպես ենք մտածում, շատ սխալ ենք մտածում։ Տեսնենք, որ նա Տեր է Եվ ճիշտ է, մենք իրան ծառայությունով հնազանդում ենք, բայց նույն պահին հայր է, Հիսուսը Աստծուն հայրը ներկայացրավ, նա հայր է, մենք որդիներ ենք։ Հիսուս աշակերտներին ինչ ասավ, ասավ դուք իմ ընկերներն եք, այսինքն այդ ընկերի հարաբերության հետևից է Հիսուսը։ Եւ այդ ձևով որ հայրը ազատության տերես տղային թողավ գնա, որ հետ վերադառնա, որ գա ճիշտ հարաբերության ներսը իր հետ ապրի։ Եվ այդյա որ ամբողջ ասած այդ կապը պետք է լինի հոգևոր, հոր որդու ընտանեկան կապ։ Տեսեք, Պողոս առաքյալը ամուսնության խնդիրը, ասած մարդու կնոջ խնդիրը ճիշտ բերում է այնց է նկարագրում, որ ասում է Հիսուսի եւ նրա եկեղեցու մասին եմ խոսում։ Այսինքն Տերոջ կապը եկեղեցու հետ այդպեսի մտերիմ ու հարազատ է, մարդու կնոջ նման հարազատ ու մտերիմ կապ է։ Եվ այս կրոնական կապ չի, այսիկ մատ ընկերային, մտերիմ, հարազատ կապ է, որ Աստված այդ կապն է ուզում։ Եվ դրա համար ուզում ենք իր այդ որպեսի զավակներ, որպեսի ընկերներ, որպեսի մատ ընտանիքի անդամ, իր այդ կապի ներսը լինենք։ Եվ դրա համար ասում միշտ աղոթեք, հարատև աղոթեք, եւ այդ ճյուղը, որ կպած է ծառին, այդ ձևի ճիշտ կպած ենք իրեն, եւ այդ կապը հավիտենական է եւ այդ ձևով այդ կապն է, որ Աստծուն հաճելի է։ Հիմա մատ տեսնենք այս մեծ տղայի դրությունն ինչ էր, հայրը նույն բնույթն ուներ։ Երբ որ այս մեծ տղան չէր ուզում այդ հանդես ինչ եղավ, ասում հայրը դուս եկավ ինձ այդպես որ փոքր տղային վազավ գրկավ, եկավ այս փոքր մեծ տղայի մոտ էլ, ասավ տղաս հերս նեղվի, ինչ ա եղել, հարց տվավ, սրան կարող որ հանդիմաներ, ասր ինչ ես ինձ որ խոսում, քեզ ինչ կապ ունի, բայց այդպես չարա, սերով, քաղցրությունով նրան հրավիրում էր գա հանդես, բայց իմանում եք խնդիրն ինչ էր, կորած որդին հետ եկավ հանդես, ուրախության մասնակցեց, բայց մեծ որդին ինչ էր, հայտնի չէր, որ հետ եկավ, թե չեկավ։ Այսինքն նրա դրությունը անհայտ մնաց։ Պատմությունը այդպես ավարտվում, որ իր դրությունը անհայտ է։ Այսինքն նրանք որ շատ ժամանակ կրոնով են մոտենում Աստծուն, հայտնի չի վերջը կապաշխարեն, թե չեն ապաշխարի։ Եվ իրանց կացությունը հարցի տակ է մնում։ Եվ այդ կացությունն է, որ Տերոջ հաճելի չի։ Երբեմն մենք տեսնում ենք եկեղեցիներում արարողություններ ա լինում, խնգարկություն, արարողություններ, ծիսակատարություններ։
այդ Աստծո կամքն է չի։ Աստծո կամքն է չի։ Աստված ինչ է ուզում ուղղակիորեն հարաբերություն իր հետ։ Հիմա մենք էլ գալիս ենք եկեղեցում աղոթում ենք, չէ՞։ Երգում ենք, կարելի երգը սովորաբար կրկնենք, բայց կարող ենք այդ երգը միջոց էլի կապենք Հիսուսի հետ։ Հիսուս այդ կապի հետևից է, այդ հարաբերության հետևից է։ Երբ որ աղոթում ենք, մեր սիրտը իր հետ ուղիղ է, նրան պաշտում ենք, նրան փառաբանում ենք, նրան մեծարում ենք, մենք մա Տերոջ հետ կենչանի ու օրհնյալ կապ ունենք, եւ այդ կապը սկսել է, հարատև է, ամեն օր է, մինչեւ հավիտյան է եւ մահից հետո էլ այդ կապը շարունակվում է եւ չի վերջուտում եւ չի ջոգվելու, չի կտրվելու։ Եվ այդ փառավոր կոչումն է, որ Տեր մեզ կանչել է։ Հալելույա։ Եվ դրա համար պետք է մենք մեր դրությունը, մեր կապը Տերոջ հետ իմանանք։ Եվ այդ կապը, որ սկսել է, եւ ամենաթանկարժեք բանն է, որ մեզ համար մնայուն է։ Եվ այդ կապը պետք է սովորենք, հարատև պահենք, շարունակ աղոթենք, Տերոջ ներկայության մնանք, Աստծո խոսքը կարդանք։ Այդ կապը անխզելի մի կապ է։ Երբ Տերոջ փառք, հալելույա։